գրեյդերը պետք է շատ աշխատեր ու շուտ տար։ Վարորդներին ամենձյան հետ հունից հանող ճանապարհների վիճակն է։ Նախորդ գիշերը տրանսպորտի նախարարին էլ է զայրացրել։ Վահան Մարտիրոսյանի մեքենան դեպի Աբովյան երթուղին նորմալ հաղթահարել է։ Մայրուղու վիճակն այստեղ բավարար են գնահատել։ Սևանում Դիլիջանի թունել չհասած տեսել շարժվելու թույլտվության սպասող բեռնատարների երկար հերթը։ Ծանրաքարշ մի մեքենա սխալ շրջադարձ է արել, խցանում առաջացրել, պնդել են Ծովագյուղ ճանշինից։ Դրանպես շատ են շտապում մեր վարորդները։ Ստուգողական շրջայցն ինչքան առաջ է շարժվել, անիվների տաքիծյունը շատացել է, սովորաբար երկու մեքենա աղավազը հերիքում էր, հիմա 22 ավտո խառնուրդն էլ հարց չի լուծել, այսպես էլ Դիլիջանի ոլորաններում են արդարացել։ Սենց շարունակվեց, դադարացվելու է պայմանագիրը։ Նույն զգուշացումը մեկ գիշերվա մեջ լսել են նաև դեպի Վանաձոր ու Սպիտակ ճանապարհները մաքրել պարտավոր ընկերությունների տնօրենները։ Նկատողությունը ոմանք լռությամբ են լսել, մյուսները թե եղանակը չի թողում արած գործը երևա։ Լիարժեք անցանելի տեղ-տեղ նույնիսկ ասֆալտը երևացող մաքրություն, ուրբաթ գիշերվա վարորդ վերահսկիչները տեսել են Արագած ապարան գծում, սփոփվել։ Ամենաբքոտ Ռիաթ-Հազա-Քուչակ ճանապարհը տեղանքի կես մետր ձյունից անկախ նորմալ երթևեկելի է։ Աշտարակի բետոնե մայրուղու վրա էլ համոզվել են, թանկարժեք ճանապարհը հատուկ տեխնիկա է մաքրում։ Մինչև կվերադառնային Երևան, գիշերը լուսացել է։ Հերմինե Բաղդասարյան, Սուսան Բադալյան, օրակարգ։